Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատվել է, կենտրոնում էլ մանկապարտեզի շենք է կառուցվել։ Նոր ասֆալտը եւ մանկապարտեզը ստեղծում են զարգացման պատրանք, որն անեանում է հենց առաջին բնակչի հետ զրուցելիս։ Գյուղացիներն են ասում, ինչ օգուտ հարթ ճանապարհից, եթե այն չի տանում դեպի մշակված արտեր, կամ ինչու է կառուցվում մանկապարտեզ, եթե մի քանի տարի անց այդ նույն երեխաները չեն կարողանալու դպրոց հասնել։ Ցանում են Տավար եմ պահում, են էլ օգուտ չկա, աղբերի ջուրը կատից թանկ է։ Էսի մեր տաշտից մեր կարած պիրած խոտ են։ Վախից Նեզ վեր կցես ամ այդատը շոտ եկամուտ չկայլ անաստապահությունից, բայց շոտ ցան է ես իմ հողեր ունենան սեփական տեխնիկա ունենան։ Գյուղն ունի ավելի քան 500 հեկտար հողատարածք, որի մեծ մասը խոթարքներ են։ Շատ քիչ մասն է մշակվում։ Պատճառը պարզ է, անեկամտաբերություն։ 3 տասնամյակ անտեսված հողը մշակելու համար այժմ հսկայական ջանք ու ներդրում է հարկավոր, ինչը գյուղացու ուժերից վեր է, ասում է Բերդկունքի վարչական ղեկավարը։ Կարող մի 30 տարի չի ցանվել։ Պատկերացնում եք ինչքան գործ է պետք է այդ հողի վրա։ Գյուղը գտնվում է Սևանա լճից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, բայց ոռոգման ցանցի բացակայության պատճառով հողերը մնում են անջրդի։ Առանց ջրի հողի բերքատվությունը ցածր է, իսկ հողագործությամբ զբաղվելը ռիսկային։ Այս տարի գյուղում ընդամենը 44 հեկտար ցորեն է ցանվել, այն էլ ցանկերի սուբսիդավորման ծրագրի շնորհիվ։ Դից առելիք է այնտեղ մնացած այդ ամեն ինչի գնելը արդեն հարմար է լինի, որ կարողանան ավելի շատ եկամուտ ստանալ։ Գյուղի 300 բնակիչների համար ամենացավոտ հարցերից մեկը երեխաների կրթությունն է։ Բերդկունքում դպրոց չկա։ Գյուղի մոտ 40 երեխաներ ստիպված են հաճախել հարևան Հայրավանքի դպրոց։ Չնայած պետությունը գումար է հատկացնում նրանց տեղափոխման համար, բայց ըստ բնակիչների գյուղում այդպես էլ չի հաջողվում մեքենայատեր գտնել, որը կստանձնի աշակերտներին դպրոց հասցնելու պատասխանատվությունը։ Համայր 3 կիլոմետր եթում են, ամեն օր ծնողներն են տանում բերում վերջը, մի տրանսպորտ գոնե տրամադրապետությունը դպրոցը փագին կարասին քիչ է, իմի կողքի գյուղն են եթում գնում դպրոց։ Այս խնդրին լուծում չի տրվում ավելի քան 4 տարի։ Միակ նորությունը գյուղում կառուցված մանկապարտեզն է, որտեղ հաճախելու են նաև Հայրավանքի երեխաները, եւ դպրոցականների եւ մանկապարտեզի սաների տեղափոխման հարցը մնում է օդից կախված։ Բերդկունքցիների ապրուստի հիմնական միջոցները անասնապահությունն ու ձկնորսությունն են, սակայն ըստ վարչական ղեկավարի անասնագլխաքանակը 20-ից 30%-ով նվազել է։ Կաթի մթերման ցածր գինը գյուղացուն ստիպում է հրաժարվել կովերից։ Ոչխարաբուծությունը գրեթե վերացել է։ Եկամտի գլխավոր աղբյուրը մնում է ձկնորսությունը, այն ժամանակահատվածում, երբ չկան խիստ արգելքներ։ Գյուղատնտեսությունը կա, բայց եթե դրա հետ մեկտեղ ես ձկնորսությամբ չզբաղվեմ այդ պարապամիստերին, ըստե ես вообще չեմ կարող ապրի։ Մեր հիմնական էս օրինակ մարզես, Գեղարքունիքի մարզի հիմնական կարելի ասել 50-ից ավել տոկոսը ձկնորսությամբ զբաղվում։ Լոտ գնա իմ արկելված ժամանակահատվածա չեն զբաղվում արկելած առաջ կողակ կար, բեղլը կար, բայց հիմի չկա, չէր եղում։ Դες բաներ կարելի ասել, սա 2 տարի կողակ չեմ էլ տեսել ես մեր ծովի։ Պետական աջակցության ծրագրերը, ջերմոցներ, տոհմային անասուններ եւ այլն մնում են թղթի վրա։ Բնակիչների համար դրանք անհասանելի են կամ անհամապատասխան տեղի պայմաններին։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղվարչության գլխավոր մասնագետը հաջորդ տարվա համար էլ լավ նորություն չունի հայտնելու գյուղացիներին։ Այս բարդությամբ այտենց ծրագիր չունենք գյուղատնտեսական Բերդկունքի հետ կապված, որը բաշարում պախնում է։ Ստե ինչ կա, ոչ աշխատանք կա, ոչ բան։ Բերդկունքը սպասում է լուրջ ներդրումների եւ ոռոգման համակարգի վերականգնման, այլապես լճափնյա այս գյուղից արտագաղթը չի դադարի։ Այսօր գյուղացիները դեռ դիմադրում են, պահանջելով ընդամենը տարրական պայմաններ եւ մի փոքր ուշադրություն կառավարության կողմից։ Կարինե Կազարովա, Համբարձում Պապոյան, Ռեգիոն TV, Գեղարքունիքի մարզ։